Ժողովուրդ օրաթերթը գրում է. Իշխանություններն անպագորգոր հայտարարություններ են անում, թե ֆիլմ արտադրությունը բերում են Հայաստան։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը 15 րոպե եւ ավելի խոսեց ֆիլմ արտադրության ներդրումների մասին։ Օրաթերթի տեղեկությունների համաձայն այս ամենում ներգրավված է ՔՊԱ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանի ամուսինը կինոռեժիսոր Դավիթ Պանուչյանի հետ։ Կառավարությունում լուրջ քննարկումներ են, բոլորի հարկերը բարձրանում են, բանկերինը ոչ, հայտնում է օրաթերթը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Իմպիչմենտի միջոցով իշխանափոխություն սկսելու գործընթացը կարծես թե ավարտվեց այն օրը, երբ հրապարակում Տավուշը հանուն հայրենիքի շարժման հանրահավաքի ժամանակ հնչեցվեց այդ մասին։ Իմպիչմենտը վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց է, որը հաջողելու դեպքում համարվում է, որ վարչապետը հրաժարական է ներկայացրել եւ նոր վարչապետ է ընտրվել։ Օրաթերթը նաեւ գրում է. Ապօրինի ծագման գույքի բռնագանձման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի սահմանադրականության հարցով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի խորհրդակցական սենյակում քննարկումները դեռ շարունակվում են։ Չի բացառվում, որ մինչև մյուս շաբաթվա ավարտը, մասնավորապես ապրիլի 18-ը, ՍԴՄ որոշում կայացնի։ Հրապարակ օրաթերթը գրում է. Կրթության մասին օրենքի 40-րդ հոդվածը սահմանում է, որ ռեկտորը չի կարող միաժամանակ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտամանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից։ Հայաստանի ազգային agrarային համալսարանի ռեկտոր Վարդան Ուդուտյանը 2022 թվականի ապրիլի 28-ին դարձել է Ակվաբանկի խորհրդի անդամ։ Ըստ հրապարակ օրաթերթի Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Մոսկվա եւ հանդիպել Ռուսաստանի նախկին վարչապետ Սերգեյ Կիրիենկոյի հետ։ Շիրակ եւ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարաններում կարելի է ասել քաոսային իրավիճակ է։ Բանն այն է, որ այս դատարաններ Երևանից գործուղված դատավորները 1 տարի աշխատում են եւ կրկին ետ գալիս Երևան։ Արդյունքում իրենց վարույթներում քննվող գործերը մնում են կիսատ, դրանք մակագրվում են նոր դատավորների եւ քննությունը սկսվում է 0-ից, հայտնում է հրապարակ օրաթերթը։ Փաստ օրաթերթը գրում է. Բնապահպանական վիճակի ռեյտինգով Հայաստանը շատ ավելի բարձր հորիզոնականներում է, քան մեր հարևան երկրները, այդ թվում նաև Ադրբեջանը։ Այս եւ այլ լուրերին կարող եք ծանոթանալ օրագիր News կայքում։